30-ամյա Մարիա Միլեևան հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը։ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված երիտասարդ կնոջ համար շոկային էր հիվանդության մասին լսելը։ Я практически, наверное, сутки никак вообще не реагировала, то есть у меня просто вот образовалась стена в голове и белый шум. Я не знала, как на это реагировать, я была ужасно напугана. И до того, как я столкнулась с этим диагнозом, у меня всегда было равенство в голове, что рак – это равно смерти, рано или поздно. Но во время лечения я уже поняла, насколько сильно продвинулись и технологии лечения, и лекарственные решения медицинские. Ինչպես նշում է Մարիա Միլեևան, նրան օգնել է այն, որ ճիշտ ժամանակին հայտնվել է ճիշտ տեղում։ Մտերիմների խորհրդով դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն, բուժումը սկսելով կենտրոնի ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոկչյանի մոտ։ Я пришла в центр радиотерапии Эребуни, была поражена его красотой, современностью и профессионализмом абсолютно всех людей, которые здесь работают, начиная от девушек на ресепшене, заканчивая врачами и медсестрами, которые непосредственно помогают при проведении процедуры лучевой терапии. Ճառագայթային բուժումը բարդ ու համալիր գործընթաց է, որը սկսվում է տևական նախապատրաստական աշխատանքներից։ Յուրաքանչյուր պացիենտի համար բուժման անհատական ճշգրիտ պլան կազմելու համար մի մեծ թիմ է աշխատում, բժշկական ֆիզիկոսներից մինչև տեխնիկներ։ Յուրաքանչյուր օղակի աշխատանքը շատ կարևոր է ոչ միայն բուժման արդյունավետության, այլև պացիենտի անվտանգության համար։ Քանի որ կրծքավանդակի եւ որովայնի օրգանների շնչառության հետ շարժուն է, այս զոնայի օրգանների ճառագայթման ժամանակ շատ կարևոր է շնչառության հսկողությունը։ Մասնավորապես մենք կրծքագեղձի ճառագայթման ժամանակ կատե տոպոմետրիա հետազոտությունը կատարում ենք խորը ներշնչման փուլում, երբ որ թոքերին ամբողջությամբ այդ խորը ներշնչման ժամանակ բացվում են, իրենց ծավալով հետ են հրում սիրտը եւ այն մաքսիմալ հեռացնում են ճառագայթվող ծավալից, ինչը որ հնարավորություն է տալիս սրտի վրա ավելի ցածր դոզա ստանալ ճառագայթման ժամանակ կամ նույնիսկ բացառալ սրտի վրա ընկնող դոզան, ինչի շնորհիվ պացիենտը հետագայում խուսափում է սրտամկանի հետ կապված խնդիրներից։ Նախապատրաստական փուլն անցնելուց հետո Մարիա Միլեևան Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնում ստացել է հիպոֆրակցիոն ճառագայթային թերապիայի 25 սեանս, վարյան հալսյոն գծային արագացուցչի կիրառմամբ։ Դրա ժամանակակից տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս առավելագույնս վերահսկել ճառագայթման արդյունավետությունը։ Մարիա Միլեևան իր 30-ամյակը նշել է Էրեբունի ճառագայթային թերապիայի կենտրոնում։ Այդ օրն առավոտյան սովորականի պես եկել է ճառագայթային թերապիայի հերթական սեանսին։ Գիտակցում էր, որ դա անհրաժեշտ է հետագայում առողջությունը պահպանելու համար։ Բուժումը լավ է տարել, հետևել է բժիշկների ցուցումներին, բարդություններ չի ունեցել։ Пациентка перенесла лечение удовлетворительно, без каких-либо выраженных побочных явлений, и сейчас пришла к нам на контроль с хорошим косметическим результатом и без признаков заболевания. Այսօր երիտասարդ կինն արդեն ապագայի ծրագրեր է կազմում։ Իրեն կյանք վերադարձրած բուժանձնակազմի մասին էլ խոսում է մեծ ջերմությամբ ու երախտագիտությամբ։ Мне несказанно повезло, мне кажется. У меня все специалисты на всех этапах лечения, начиная там от химиотерапии, заканчивая операцией, лучевой терапией, были максимально отзывчивые, всегда помогали, отвечали на вопросы, направляли на следующие этапы лечения. Все максимально аккуратно, пунктуально, вежливо, с теплотой, с пониманием. И это, конечно, очень важно для пациентов с такими диагнозами, как у меня, чтобы с таким трепетом относились. Очень важна вот эта вот эмпатия, вот это понимание, сочувствие, за что я сердечно очень сильно благодарна.